Հանրապետության հրապարակում ազգային պատկերասրահի վրա դեռ շողշողում է Հայաստանի զինված ուժերի զինանշանը, որտեղ գաղափարաբանական թերություններ է նկատել պաշտպանության նախարարությունը ու փոխել այս մեկով։ Նոր զինանշանում բաց է արծվի կտուցը, դա միակ տարբերությունն է, որ դուր է եկել հայագետ Հայկազոն Ալվրդյանի։ Զինանշանագիտության տեսակետից փակ բերանով արծիվ կամ փակ բերանով առյուծ չի կարելի նկարել, արգելված է։ Լավ են արել, որ այս իմաստով արծվի բերանը բացել է։ Պաշտպանության նախարարության հրապարակած հոլովակում բացատրվում է, թե փակ կտուցը ոչ մարտական վիճակ է նշանակում։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ։ Տասնամյակներ փակ կտուցով արծիվներ զինանշանին, բայց արդյոք դա է վերջին 3 պատերազմներում պարտությունների պատճառը, հարցնում է Ալվրդյանը։ Բանակի տղաները մեր արծիվներ են իսկապես, բաց երախով արծիվներ են։ Նրանք բաց երախով առյուծներ են։ Նրանք իսկապես կռվող են։ Գիտեք, մեր զինվորները 44 օր ինչ ահռելի ուժի դեմ են պայքարել։ Բաց կտուցով արծիվ պատկերելով իրականությունից չես փախչի, ասում է հայագետը։ Սրանք հրամայել են բանակին հետ քաշել, այսինքն փակել արծվի եւ առյուծի երախն ու նրանց բերանները փակել մի խոսքով, մարդու բերանը փակել, զինվորի։ Ըստ հայագետի սխալ է մեկնաբանվում նաև նոր զինանշանի կենտրոնական հատվածը։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական 8-թև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սխալ մեկնաբանություն է, դա սերմնահատիկ չէ։ Հայկական արևախաչը 2 քառակուսիներից է կազմված, ասում է հայագետը։ Երրորդ քառակուսի սիմվոլը փոխում է արևախաչի ամբողջ էությունը։ Ութ թևանի արևխաչ, որ ասում ենք, չէ, այդ արևխաչը 8 թևանի փրկության այո խորհուրդն է դերևս շատ վաղուց, սա ցույց է տալիս, թե Աստծո ճարտարապետության մեջ աշխարհի ստեղծման եւ իմաստավոր աշխարհի կարգավորման հարցում պատահականություն չկա։ 8-ը Նոյի տապանում փրկված 8 հանձերի խորհուրդն են։ Պաշտպանության նախարարությունը այսպես կոչված գաղափարաբանական սխալ է համարել նաև հին զինանշանին դրոշի ձևը, մեկնաբանելով, թե դրոշը մասնատված է պատկերված եղել։ Դրոշի այսպիսի աղավաղումը Դրոշի վրա ընկել էր արևի ճառագայթները։ Իրենք չիմացությամբ դա համարել են, որ ուրեմն դրոշը մասնատվել է բազմաթիվ մասերի։ Պրիմիտիվ պարզագույն արտահայտ բացատրություն է, որ չի սազում զինանշանի մասին խոսող եւ զինանշանից ոչինչ չհասկացող մարդու։ պատկերված է Նոր զինանշանի դրոշի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզն է պատկերված Նիկոլ Փաշինյանի քարոզչական քարտեզի գույնով։ Ձեզով ասած թե դուք մի քանի հոգով, որ հավաքվել եք բախտի բերումով, բախտախնդիրներ, իրար գլխի եք հավաքվել, դուք եք որոշելու Հայաստանի քարտեզը։ Նոր զինանշանին ԿՊԱ-կանների քարոզչական արշավի եւս մեկ հետ կա։ բանակում Հայաստանի Հանրապետության բանակ է գրված տասնամյակներով հայկական բանակ կոչված կառույցի զինանշանին։ Սա վտանգավոր թեզ է անվանում հայագետը։ Շատ վտանգավոր, հայոց բանակ է, սա հայերի բանակն է։ Սա նշանակում է, որ իրենք հայտարարել են եւ շարունակում են հետեւողականորեն բոլոր խորհրդանշանների մեջ, լոզունգ կարգախոսերի մեջ դնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Որևէ մեկ այլ հայի համար ինքը պատասխանատվություն չի կրում, բարձ հայտարարել են, ճիշտ է։ Նոր զինանշանին արծիվը խաչով ու սրով է։ Ազատություն կամա Հայկ Նահապետի խորհուրդն է։ Հայագետը սակայն խայտարակություն է անվանում խաչի արկայության պաշտոնական մեկնաբանությունը։ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Ինչպես կարող է խաչը լինել թալիսման։ Թալիսմանը կռապաշտական հավատալիքների արտահայտություն է, որ քրիստոնյան է թալիսման պահում կամ այդ բառը արտահայտում, բացառված է։ Քրիստոնեական աստվածաբանական բառապաշարում թալիսման բառը գոյություն չունի։ Եթե օգտագործվել, ապա միայն ժխտողական իմաստով։ 2001-ին էր հաստատվել նկարիչներ Ռուբեն Արուչյանի եւ Գագիկ Աբրահամյանի հեղինակած նախորդ զինանշանը։ Դրա գեղանկարչական գաղտնիքներից մեկն այն էր, որ արծվի ամեն թևին 7 փետուր կա։ Գլուխն ու փետուրները միասին պատմական Հայաստանի 15 նահանգներն էին խորհրդանշում։ Ալբերտ Սերոփյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Փայլուր։